Մոսկվայի սրտում տեղի ունեցած միջադեպը կրկին ուշադրության կենտրոնում է պահում Ռուսաստանի մայրաքաղաքի անվտանգության խոցելիության հարցը։ Անօդաչու թռչող սարքի հարվածը էլիտար բնակելի համալիրի շենքերից մեկին ոչ միայն նյութական վնաս է պատճառել, այլև հարցեր առաջացրել հակաօդային պաշտպանության արդյունավետության շուրջ։ Չնայած Սերգեյ Սոբյանինի հայտարարությանը, որ տուժածներ չկան եւ երկու ԱԹՍ-ների հարձակումը հետ է մղվել, ակնհայտ է նույնիսկ Կրեմլին մոտ տարածքները լիովին պաշտպանված չեն։ Թե վնասները սահմանափակ են, բեկորների առկայությունը հաստատում է հարվածի իրական հետևանքները։ Ուկրաինական աղբյուրների պնդումները, որ կիրառվել է հարձակողական անօդաչու, ընդգծում են միջադեպի ռազմական բնույթը եւ վկայում, որ պատերազմը գնալով ավելի հաճախ է հասնում նաեւ քաղաքացիական տարածքներ, ընդլայնելով դրա աշխարհագրությունը։ Տեղափոխվենք Երևան։ Փաստ է, որ 24 տարվա մեջ առաջին անգամ Ուկրաինայի նախագահը այցելել Հայաստան։ Mr. President, why did Ukraine give phosphorus bombs to Azerbaijan during 2020 war? Mr. President, why Ukraine? Երևանյան այցի ժամանակ Զելենսկին խուսափում է պատասխանել հարցին, թե ինչու էր Ուկրաինան ֆոսֆորային ռումբեր տվել Ադրբեջանին Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Շտապում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բուն միջոցառմանը։ Իսկ արդեն ելույթում Ուկրաինայի նախագահը համադրում է խաղաղության եւ ուժային քաղաքականության ուղերձները, խաղաղություն մաղթելով Հայաստանին ու Ադրբեջանին եւ փորձելով Ուկրաինան ներկայացնել որպես եվրոպական միասնականության մաս։ Սակայն Զելենսկու ելույթի առավել կոշտ եւ ռազմաքաղաքական հատվածը վերաբերում էր ռուս-ուկրաինական պատերազմին եւ Ռուսաստանի նկատմամբ ճնշումների շարունակման անհրաժեշտությանը։ Այս ամառը լինելու է այն պահը, որ Պուտինը պետք է որոշի, թե ինչ անի, ընդլայնի պատերազմը, թե անցում կատարի դիվանագիտությանը։ Մենք պետք է նրան մղենք դիվանագիտություն։ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է անցկացնելու առանց ռազմական տեխնիկայի։ Եթե դա տեղի ունենա, առաջին անգամ է լինելու, որ նրանք չեն կարողանալու ցույց տալ իրենց ռազմական տեխնիկան։ Վաղ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Կարմիր հրապարակի վրա։ Սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն։ Պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ։ Այսպիսով Երևանի հարթակից հնչած հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն որպես դիվանագիտական ժեստ, այլև որպես տեղեկատվական պատերազմի մաս։ Զելենսկին մի կողմից փորձում է ամրապնդել միջազգային համերաշխությունը եւ խաղաղության օրակարգը Հարավային Կովկասում, մյուս կողմից օգտագործում է Մոսկվայում տեղի ունեցած միջադեպը որպես լրացուցիչ փաստարկ Ռուսաստանի խոցելիությունն ընդգծելու եւ արևմտյան ճնշումները շարունակելու օգտին։ Ազատ մամուլ պարբերականը Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ իր հարցազրույցում անդրադարձել է Զելենսկուն Երևան հրավիրելու փաստին, որակելով այն ակնհայտ հարձակում Ռուսաստանի վրա։ Դրան նախորդել էր Փաշինյանի այցը Պուտինի մոտ, որի ընթացքում Հայաստանի վարչապետն իրեն ըստ թերթի մեղմ ասած անպարկեշտ էր պահել։ Երևանը բռնել է Ռուսաստանի հետ բացահայտ թշնամանքի ճանապարհը հարցին, ռուս падգամավորը պատասխանել է։ Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը ստախոսի էր նման։ Ամենատպավորիչն այս առումով Հայաստանի վարչապետի հայտարարությունն էր, թե Հայաստանում այնպիսի աննախադեպ ժողովրդավարություն է, որը նույնիսկ քաղաքացիներին է զարմացնում։ Դա նա ասել է այն ժամանակ, երբ լայնածավալ հալածանքներ են սկսվել եկեղեցու նրա սպասավորների դեմ։ Իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի բարերար Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվում միայն այն բանի համար, որ հայտարարել է, թե ինքը կփորձի հանդես գալ ի պաշտպանություն եկեղեցու։ Այս խոսքերը բավական էին նրա դեմ քրեական վարույթ սկսելու համար Հայաստանում։ Օրերս նրա կողմնակիցներից մեկը Հայաստանում հայտնի նախկին ռազմական հետախույզ Արթուր Ավանեսյանը բանտ է ուղարկվել այն բանի համար, որ խոստացել է բնակարաններ ստեղծել Հայաստանի քաղաքացիների համար։ Նրան մեղադրում են, քանի որ դուք ասում եք, որ բնակարան եք տալու, ուրեմն ընտրակաշառք եք տալիս ընտրողին։ Այս ամենը Փաշինյանն անում է այն պատճառով, որ ձգտում է ճնշել ցանկացած ընդդիմադիր շարժում, ելնելով դրանից Փաշինյանի եւ Զելենսկու հանդիպումը միանգամայն բնական է թվում։ Նա ամեն իշխանություն է ուզում եւ ուզում է դուր գալ արևմուտքին, հավատացնում է Զատուլինը եւ շարունակում Փաշինյանին որակելով որպես սեփական ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ռուսական հարաբերությունների դավաճան։ Զելենսկու հետ հանդիպումը հավատարմության ժեստ է արևմուտքի նկատմամբ։ Լրագրողական հետաքննություններով հայտնի լատվիական Վաժնի Իստորիի պարբերականի հրապարակած զեկույցը, որը վերագրվում է անանուն եվրոպական հետախուզությանը եւ լուսաբանվել է նաեւ CNN-ով, նոր լույս է սփռում Կրեմլի ներսում իբրև աճող անվստահության մթնոլորտի վրա։ Ըստ այդ փաստաթղթի Վլադիմիր Պուտինը մտահոգված է հնարավոր հեղաշրջման կամ մահափորձի ռիսկով, հատկապես քաղաքական եւ ռազմական էլիտաների շրջանակներից։ Զեկույցում հիշատակվում է նաեւ Սերգեյ Շոյգուի անունը որպես ազդեցիկ գործոն բարձրագույն հրամանատարության ներսում, թեև ուղիղ ապացույցներ չկան։
Միևնույն ժամանակ Կրեմլը զգալիորեն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները, սահմանափակելով Պուտինի շրջապատի տեղաշարժն ու հաղորդակցությունը, նաև խստացնելով վերահսկողությունը նույնիսկ նրա մերձավորների նկատմամբ։ Չնայած զեկույցի մի շարք պնդումներ անկախ հաստատում չունեն եւ կարող են նաև տեղեկատվական ազդեցության տարրեր պարունակել, այնուհանդերձ այն մատնանշում է Կրեմլի ներսում աճող անհանգստությունը եւ էլիտար համակարգի հնարավոր ճեղքերը։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TV News։